Այսօր Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարելիցն է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օր է նշում, որևէ երկ չէր հիշատակելով այս օրը, սա դուք ինչպես կմեկնաբանեք եւ 3 տարի անց մեղավորները պատժված չեն, արդարադատություն սպասենք այս գործը։ Ես կարծում եմ ողբերգական միջադեպի առաջին իսկ օրերից քարոզչությունը մանիպուլյացիան, իսկ ավելի ուշ փուլերում արդարության կեղծ սպասումը, որ դե լավ, օքեյ, ճիշտ եք ասում, շատ վատ բան ա եղել, դե հիմա թող գնա դատարան կպարզվի, այդ ամեն ինչը շատ կոնկրետ նպատակ ա ունեցել մոռացության տալ այս դեպքը եւ դա պատահական չէ այն ճանապարհին, որում հիմա Հայաստանի Հանրապետությունն է, ես նկատի ունեմ մեկ անձի շուրջ կոնսոլիդացող իշխանությունը եւ պիտի նման գործիքակազմերով գնար մի ընթացք, որում իրեն սպասարկող մարդկանց, համհարձներին, ծառաներին, դեպուտատներին, մնացած բոլորին պետք է ամեն ինչ կարելի լինի, որովհետեւ իրեն հավատարմության ամբողջ բանաձևը, Նիկոլ Փաշինյանին հավատարմության ամբողջ բանաձևը կփլվի, եթե դա այդպես չլինի։ Եվ դրա համար է, որ նիստերը նշանակվում են դատական չափազանց ուշուր, ձգձգվում ինչ-որ անիմաստ խոսակցություններով։ Հայաստանի դատական պրակտիկայի մեջ բացառիկ դեպք է, երբ որ մահվան ելքով վթարա, արագության գերազանցմամբ վարորդ դեպքի վայրը լքել է ու չկա կալանավորում։ Դատական պրակտիկան 99% դեպքերում հանգեցնում է ուղիղ եւ անմիջապես կալանքի եւ որոշակի բարոյական նկատառումներից ելնելով, որը ես չեմ ողջունում, որ կալանքի հիմքում բարոյական նկատառումներ լինեն, որտեղ կալանքը պատիժ չի եւ ռեալ իրական նկատառումներից ելնելով, որ եթե մարդը լքել է դեպքի վայրը, խուսափել է ամենակարևոր փուլից հանգամանքները պարզելու, հետևանքները մեղմելու, այդ մարդը կարա թաքնվի կամ խոչընդոտի քննությանը եւ փաստորեն այդ մտավախությունները իզուր չեն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ քրեական գործում առեղծվածային կերպով բացակայում են ռադիոկապի ձայնագրությունները, մենք տեսնում ենք, որ այդ մարդը շարունակում է աշխատել, պաշտոնավարել, լինել կոլեգան այն մարդկանց, ովքեր իրեն գուցե հրաման են տվել, ամենօրյա ռեժիմով շփվել, վարկածը հղկել, բայց մենք ունենք այդ իրավիճակը եւ մենք ունենք իրավիճակ, որ հանրային հնչեղություն, հետաքրքրություն ներկայացնող գործերով արդարադատության նախարարությունը միշտ գնում է դատավորների հետևից, եթե նիստերի պարբերականություն բան իրանց դուր չի գալիս, այս անգամ տենց բան, կողքից հետևում ենք, ոյ չենք միջամտում, տրամաբանության մեջ են։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ կա շատ հստակ միտում։ Նման հոդվածով հանցանքի համար վաղեմության ժամկետը 5 տարի է, նախորդ օրենսգիրքով 5 տարի էր ձգել դատական գործերն այնքան, որ այդ մարդը որևէ րոպե չհայտնվի ազատազրկման մեջ։ Եվ ես կարծում եմ, որ դա փոխադարձ պայմանավորվածություն ու բարտեր է, այդ օրը Շարասյան մեջ տեղի ունեցած խոսակցությունների, հրամանների եւ այլի վերաբերյալ ցուցմունք չտալու դիմաց ազատություն։ Եթե Հայաստանը իրապես լիներ իրավական պետություն, ինչ կլիներ այդ օրը կամ դրանից հետո գոնե այս 3 տարիների ընթացքում այս գործով։ Ես ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք, որովհետև հիմա հաճախ կառավարական շրջանակներից տենց ակնարկներ կամ ուղիղ տեքստով մեղադրանքներ են ինչ-որ դե բան քաղաքականացնում եք։ Ես ուզում եմ շեշտել, որ այս գործը քաղաքականացվել է, քաղաքական ղեկավարության մեղքով, որովհետև եթե այդ օրը իրանք կանգնեին, օգնություն ցուցաբերեին, հետո երբ որ պարզվեր, որ տեղի է ունեցել անդառնալին, Նիկոլ Փաշինյանը մեծ հանրային ներգրավվածություն ունենար, ցավակցեր, եթե կալանավորվեր այդ մարդը, որպեսզի կամ առնվազն որևէ այնպիսի խափանման միջոց, լավ ծառայական պարտականությունները օրինակ դադարեցվեին, որպեսզի մարդիկ գոնե տես փոքր հույս ունենային, որ չի լինելու ազդեցություն մյուս վկաների եւ այլի վրա։ Եթե նիստերը պատշաճ արագությամբ դրվեին, իսկ մենք տեսել ենք, որ հենց այդ նույն դատավորը շատ արագ կարող է նիստեր դնի, եթե պետք է լինում։ Եթե այս ամեն ինչը հերթով գնար այն ընթացակարգով, որ հանրության մոտ չլներ ընկալում, որ քաղաքական հովանավորչություն ու քաղաքական հրահանգ կա այս մարդուն դատարանից պրծացնելու,
անկախ դատական ակտի ելքից այս գործը չեր ունենա քաղաքական նրբերանգներ, բայց ամբողջ պետական ապարատը ռոպագանդիստները հազար ստեր հորինելով, որ այնտեղ չգիտեմ բանա, դա քաղաքացիական անհնազանդության ակցիա փորձ արել անի Սոնա Մնացականյանը այդ պայմաններում ա եղել, այնտեղ չգիտեմ 1000 սուտ ու հերուրանք են տարածել, թույլատրելի հատվածով է անցել։ Էլ հորինեցին, որ բան միջազգային հանրության պահանջն է, որ կալոնան հանկարծ կանգ չառնի նման դեպքերում, կարծես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերում հատուկ էտել էր գրած, որ Նիկոլ Փաշինյանի կորտեժն էլ թող հանկարծ չկանգնի։ Ինչ ասես այդ մարդիկ հորինելու արել են, այս գործը քաղաքական ուղեկցման, սպասարկման եւ հանգուցալուծման հասցնելու համար։ Եվ դրա համար է, որ այս ողբերգական իրադարձությունից 3 տարի անց, 3-րդ տարելիցին 4 տարի անց, ինձ որպես մի քաղաքացի սփոփում ու մխիթարում է տարբեր քաղաքական հայացքների, տարբեր կյանքի ու քաղաքացիական անցած ճանապարհի, հիմա էլ տարբեր քաղաքական ճաշակներ, նախընտրություններ, պլաններ ունեցող մարդկանց սոլիդարությունը այն հարցում, որ մեզ ինչ-որ մարդու ուժի ցուցադրության կմահաճույքի համար փողոցներում չեն սպանելու, մեքենաների տակ չեն գցելու ու անցնեն այնպես, կարծես մեզ մեր մայրերը լույս աշխարհ չէին էլ բերել։ Դա երևի միակ մխիթարանքն ու սփոփանքն է որպես քաղաքացի, որ հանրությունը իդեմս այս դրսևորման, մեր այստեղ հավաքվելու ու մարդկանց լայն բազմազան կազմի դիմադրումա, արձագանքումա ու ցույց է տալիս, որ չի լինելու այդպիսի Հայաստան, որտեղ ինչ-որ մեկը ինչ ուզենա անի։